2 լիտր աշխատանքային ծավալով 136 դիավ շզորությամբ տուրբոդիզելային շարժիչով։ Հենց այս 2.5 լիտր աշխատանքային ծավալով 5 մխոցային տուրբո բենզինային շարժիչով էլ համալրված է մեր մեքենան, որի 200 դիավ շզորությունը կայտառություն եւ աշխուժություն է հաղորդում կուգային, եւ մեքենան կաթված գիների ներկայացուցիչ ճարպկությամբ սահուն սլանում է առաջ, չխորշելով ոչ ճանապարհի անարդություններից, ոչ արագընթաց ոլորաններից։ Վաղուց ես այսպիսի փափուկ եւ ճարպիկ մեքենա չէի վարել։ Պետք է ասեմ, որ մի փոքր նույնիսկ զարմացած եմ։ Սովորաբար այս կարգի մեքենաներից որոշակի չորություն է սպասում, սակայն Ford Kugan բավականաչափ հարմարավետ է եւ փափուկ, եւ նույնիսկ թվում է մի պահ, որ ավելի բարձր դասի մեքենա է վարում։ Նույնիսկ 17 դյուրմանոց անիվների առկայությունը միջին պրոֆիլի անվադողերով, որոնք այս կարգի այլ մեքենաների վրա չորության հիմնական աղբյուրն են, այստեղ զարմանալիորեն փափուկ են աշխատում եւ գեղագիտական ֆունկցիայից բացի ապահովում են նաեւ պատշաճ կցորդում ճանապարհի հետ։ Սլալոմ տեստում Kugan իրեն չափազանց վստահ է զգում։ Հապկի ճոճկը նույնիսկ 100 կմ/ժ արագության պայմաններում նվազագույն է եւ որևէ անհանգստություն ու անհարմարավետություն չի առաջացնում վարորդի մոտ։ Եթե վարորդը շատ էքստրեմալ իրավիճակներ չսադրի, ապա Kugan մշտապես կմնա անվտանգ դինամիկ ընթացքի դաշտում, որտեղ թե վարորդը, թե մեքենան հարմարավետ միասնության եւ փոխադարձ հասկացվածության տիրույթում են։ Փոխանցումատուփի աշխատանքը որևէ դիտողություն չի առաջացնում։ Այն ունի նաև ձեռքի կառավարման ռեժիմ եւ հարկավոր է բռնակը տեղափոխել աջ եւ աստիճանները փոխել ձեռքով։ Այս ռեժիմի աշխատանքի բանաձևը նման է BMW-ի փոխանցումատուփին, այսինքն փոխանցումները բարձրացնելու համար հարկավոր է բռնակը քաշել դեպի քեզ, իսկ իջեցնելու համար հարկավոր է այն առաջ մղել։ Ընդհանրապես, ձեռքի կառավարման ռեժիմի այդպիսի ալգորիթմը բնորոշ է մրցարշավային հաջորդական փոխանցումատուփերով մեքենաների։ Ճիշտ է, այստեղ մրցարշավի որևէ ակնարկ չկա, սակայն կայտառ ուժի շարժիչի հետ հիանալի համաձայնեցված փոխանցումատուփը աշխուժության իր չափաբաժինն է հաղորդում եւ դինամիկ վարման հաճույքը դարձնում ամբողջական, առանց կեղծ նոտաների։ Սակայն Ford Kuga-ի հաղորդած էմոցիաների հիմնական շտեմարանն անկասկած նրա շարժիչն է, որը անխափան աշխատող հոսքագծի նման անդադար հույզեր է մատակարարում։
Այստեղ հայտնվել է ազգական Volvo-ից։ Ճիշտ է, այժմ Volvo-ի սեփականատերերը հանդիսանում են չինացիները, սակայն 2.5 լիտր աշխատանքային ծավալով 5 մխոցային հիանալի տուրբո բենզինային շարժիչն այստեղ է եւ իր աշխույժ բնույթով դինամիկ վարման է տրամադրում։ Այս շարժիչը բացի Volvo-ի մոդելներից տեղադրվում է նաև Ford Focus ST եւ RS սպորտային մոդելների վրա, որտեղ այն համապատասխանաբար զարգացնում է 225 եւ 305 ձիավու հզորություն։ Kuga-ի վրա սակայն տուրբո շարժիչի հզորությունը նվազեցվել է մինչև 200 ձիավուժի։ Ավելին հավատացեք հարկավոր էլ չէ։ Հզորության պակաս համարյա բոլոր ռեժիմներում չի զգացում։ Բավական է գազի ոտնակը մի փոքր ավելի ուժեղ սեղմել եւ փոխանցումատուփը ճիշտ է մի փոքր ուշացնում, սակայն 1 կամ 2 աստիճանով իջեցնում է փոխանցումները եւ շարժիչն ընկնում է իր սիրելի պտույտների տիրույթը եւ աշխուժորեն առաջ մղում մեքենային։ Ford Kuga-ի շարժիչին հաջողվում է պայծառ հույզեր առաջացնել եւ միևնույն ժամանակ շատ վառելիք չծախսել։ Խառը ռեժիմի պայմաններում 100 կիլոմետրին 10-12 լիտր վառելիքը միանգամայն լավ ցուցանիշ է նման դինամիկ հատկություններով օժտված շարժիչի համար։ 300 կմ/ժ արագությանը մեքենան հասնում է 8.8 վայրկյանում ավտոմատ փոխանցումատուփի դեպքում, իսկ 6 աստիճանով մեխանիկականի դեպքում այդ թիվը հավասար է 8.2 վայրկյանի։ Kuga-ի առավելագույն արագությունը կախված փոխանցումատուփի տեսակից տատանվում է 205-ից 210 կմ/ժ արագության սահմաններում։ Ասֆալտի վրա Ford Kuga-ն իրեն դրսևորում է միանգամայն վստահ, առույգ եւ թեթև, սակայն ինչպես այն իրեն կդրսևորի ճանապարհներից դուրս։ Մեքենայի 4 տանող անիվների սխեման նման է այս դասի ներկայացուցիչներից շատերին։ Սովորական վարման պայմաններում աշխատում են առջևի անիվները, սակայն փոքր-ինչ տեղապտույտի նշանների դեպքում էլեկտրոնիկան անմիջապես միացնում է նաև ետևի անիվները եւ մեքենան դառնում է 4 տանող անիվներով։ 4 տանող անիվների այս համակարգը այստեղ հայտնվել է Land Rover Freelander-ից։ Թեքվեցինք հճուղուց առաջին պատահած քարքարոտ կածանը եւ սկսեցինք վեր բարձրանալ։ Ճանապարհին հանդիպող բավականաչափ լուրջ փոսերն ու խոչընդոտները Kuga-ն հաղթահարեց առանց լուրջ ճիգերի եւ հասկանալի դարձավ, որ այսքանից հետո կարծում ենք ճիշտ ժամանակն է ամփոփելու, քանի որ Kuga-ն եղավ ամենատարբեր իրավիճակներում եւ կարողացավ առավելագույնս բացվել մեր առջեւ։ Այն ցուցադրեց իր կերպարի բազմաշերտեությունը, անմնացորդ եւ շիտակ բացահայտեց իր ուժեղ եւ թույլ կողմերը։ Այն չզլացավ կատարել տարբեր առաջադրանքներ, նույնիսկ այնպիսիք, որոնք առաջին հայացքից անհաղթահարելի էին թվում։ Մեքենան իր բոլոր գործողություններում կայտառել եւ ժիր, այդ պատճառով էլ գտնում ենք, որ Ford Kuga-ն շատ համակրելի, կարելի է ասել նույնիսկ պայծառ եւ լուսավոր մեքենա է։ Այն առանձնանում է իր հրապուրիչ արտաքինով, անկեղծ եւ ուղղամիտ պահվածքով, հիանալի անտրտուն շարժիչով եւ փափուկ ընթացքով։
Նման ինքնատիպ մեքենայի հետ շփվելն ուղղակի լավ տրամադրություն է հաղորդում, իսկ նրա ապագա գնորդներին էլ խորհուրդ կտանք ընտրել պայծառ գույներով մեքենաներ, ինչպիսին մեր այսօրվա փորձարկողն էր, եւ այնժամ բարձր տրամադրությունը մշտապես կուղեկցի ձեզ այս մեքենան հարելիս։